Պարոն Մարությանի, սպասումներ ունեք այսօրվա ընտրություններից, ինչ եք ակնկալիքներ։ Ինչ սպասումներ, ակնկալիքներ ունեք այսօրվա ընտրություններից, պարոն Մարության։ Շնորհակալ եմ, որ եկել եք, շատ ուրախ եմ։ Առավոտվանից հենց ստացել ենք թվերը, որ մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև քաղաքական ակտիվությունը մեր ժողովրդի շատ կարևոր է եւ յուրաքանչյուր պետության համար, մասնավորապես Հայաստանի համար, որովհետև մենք տեսնում ենք վերջին ընտրությունները մեծ խոշոր ընտրությունները դա Երևանի հավաքական ընտրություններն էր, որտեղ ապաթիայի պատճառով 28% էր մասնակցությունը, շատ հիասթափեցնող էր։ Եվ այսօր մենք տեսնում ենք ժողովուրդը արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, եւ սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է։ Պարոն Մարության, դուք խորհրդախախտումների վերաբերյալ ազանձեր ստացել եք եւ նաեւ ասացիք բարձր մասնակցությունը։ Սա ենթադրում է, որ ավելի շատ ընդդիմությունը հանրավորություն կգնա ձայնեցնել, թե բարձր մասնակցությունը այնուամենայնիվ իշխանություններ է ձեռնարկել։ Բարձր մասնակցությունը այսպես թե այնպես լավ է, որովհետև ավելի շատ մարդիկ են մտածում պետության մասին ու մտածում են ինչպիսի պետք է լինի բարը Հայաստանը։ Սա այսպես թե այնպես կարևոր է։ Ես կարծում եմ հաշվի առնելով փորձը երկար տարիների, որ դա ընդդիմության հենց ձայներն են, որովհետև իշխանությունը իր լծակները աշխատացնելով, վարչական ռեսուրսը աշխատացնելով, այնպեսյանում, որ իր ձայները այսպես թե այնպես հասնում տեղ։ Եվ դա մենք նույնպես տեսել ենք ավական ընտրությունների ժամանակ։ Այսինքն այս տոկոսը դա ընդդիմության տոկոսն է, որ գալիս է ավել, բայց նորից եմ ասում, իսկապես ինձ համար դա կարևոր չի, ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են եւ զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան։ Հետընտրական զարգացումներ կան թե ոչ։ Մեր քաղաքական ուժի ձերբակալվածներ չկան, մենք ընդհանուր հետևում ենք բոլոր պրոցեսներին, նաեւ հարցերից խախտումների մասին, օրը երբ որ կավարտվի մենք ամփոփենք, մենք մեր հայտարարությունը կանենք, բայց ուզում ենք դիմել մեր այրնակիցներին, մեր քաղաքացիներին, խնդրում եմ անպայման բոլորը գնացեք ընտրության, կատարեք ձեր ընտրությունը, զերծ մնացեք տարբեր տիպի խաբախություններից, տարբեր տիպի ապօրինի գործողություններից, օրենքով նախատեսված կատարեք ընտրություն։ Պարոն Մարության, հետընտրական ինչպիսի զարգացում են սպասում, օրինակ ընտրությունները խոսում է պլան B-ի մասին, դուք ունեք ինչ-որ ծրագիր հետական կախված արդյունքների ինչ է լինելու։ Ընտրությունները անցնում են նորմալ հարթ, հետընտրական բոլոր գործողությունները որոշում է ժողովուրդը։ Ժողովուրդը ոնց որոշում է, այդպես շարժվում է պետությունը, այդպես շարժվում է եւ ընդդիմությունը եւ իշխանությունը բոլոր քաղաքական ուժերը։ Ո՞նց պետք է որոշի ժողովուրդը։ Օրինակ ընտրությունները անցել են նորմալ, իշխանությունը վերընտրվել է։ Ընդունելու եք արդյունքները։ Եթե խախտումներ չկան, եթե ժողովուրդը կատարում է ընտրություն, մենք պետք է բնականաբար ժողովրդի ընտրությունը հարգենք, այսպես թե այնպես։ Հաղթի իշխանությունները, հաղթի ընդդիմությունը, որ ինչ լինում է ժողովրդի ընտրությամբ, ժողովրդի որոշումով, մեզ համար դա բնականաբար օրենք է։ Դուք Երևանում բավականին բարձր ցուցանիշ ապահովեցիք, այսինքն լավ արդյունք գրանցեցիք եւ բավականին կազմակերպեցիք։ Ինչ է կարծում, այդ ամեն ինչը կպրոյեկտվի այս համապետական ընտրություններում եւ դուք ունենաք մոտավորապես նույն ցուցանիշը, նույն պատկերը ինչ որ այնտեղ է։ Այսինքն հասնեք որ ես գուշակությունների դիրքը չեմ կարող ընկնել, չեմ ուզում ընկնել, բայց կարևորում եմ մեր ուժի մասնակցությունը եւ կարևորում եմ մեր ուժի ներկայությունը պարլամենտում հենց նրա համար, որ մեր ուժը բերում է իր հետ մարդու իրավունքների պաշտպանությունը, դեմոկրատիայի պաշտպանությունը, եվրոպականացումը եւ այլն։ Այսինքն մեր ուժի առկայությունը պետք է ապահովի այդ բոլոր պրոցեսները անկախ նրանից, ես որ ասեմ վստահ եմ հիմա կասեք բանի, բայց ես վստահություն ունեմ։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ այդպես է լինելու։ Անպայման իհարկե։ Պարոն Մարության, տեսեք, դուք հայտարարել եք, որ բացառում եք համագործակցությունը ԿՊ-ի հետ, բացառում եք համագործակցությունը նախկինների հետ։ Պատկերացրեք այսպիսի մի սցենար, որ խորհրդանում ունենալ ձեր ուժի մանդատներից է կախված, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ընդդիմության միասնական թեկնածուն, թե Նիկոլ Փաշինյանը, ձեր որոշումը։ Բազմիցս խոսել ենք սրա մասին, բազմիցս հայտարարել ենք, այո, մեզ համար կարևոր գծեր են համագործակցությունը ԿՊ-ի հետ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետ եւ Հայաստան դաշինքի հետ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի թեկնածու եւ որպես վարչապետ։ Մնացած ուժերի հետ, բոլոր ուժերի հետ կարող է լինել համագործակցություն միայն եւ միայն այն պայմանով, որ պահպանում են մեր բոլոր ծրագրերը եւ պահպանում են մեր բոլոր պրինցիպները։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան իրանց հետ այսինքն չեք բացառում։ Ոչ մեկի հետ չեն բացում, սա պարլամենտարիզմի հենց շնչի մեջ է, սա պարլամենտարիզմն է, այսինքն համագործակցություններ, կոալիցիաներ եւ այլն, բայց պարլամենտարիզմ նաեւ նշանակում է ծրագրերի իրականացում։ Եթե
դու պետք է կոալիցիա կազմես մի ուժի հետ, բայց դրա պատճառով քո սկզբունքներից դուրս գաս, եւ պետք է դուրս գաս քո ծրագրերից, ապա իմաստ չկա կազմել այդ կոալիցիան, կազմել այդ համագործակցությունը։ Ուստի առաջնահերթային մեզ համար մեր սկզբունքներն են։ Եթե այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մեր հետ համագործակցեն, ընդունում են մեր այդ կարևորագույն կետերը, մենք պատրաստ ենք իրենց հետ համագործակցել։ Եթե չեն ընդունում, բնականաբար այդ համագործակցությունը չի լինելու։ Այդ ճանապարհով գնանք, ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի ուժը այդ Ես արդեն ասացի, որ մեզ համար անցնելու է Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի դեպքում, որպես վարչապետ, այսինքն պատասխանը այդտեղ արդեն կա։ Նորից եմ կրկնում, մեզ համար ամենակարևորը տարբերվում է հավաքանու ընտրությունը եւ հավաքանու կազմը եւ այնտեղ նաեւ օրենքով այնտեղ կոալիցիաներ չկան եւ այլն, եւ այստեղ օրենքով նորից տարբերվում է ազգային ժողովի կազմավորումը ընդհանուր առմամբ։ Եվ նորից եմ ասում, պարլամենտարիզմը իր մեջ ունի հենց այդ համագործակցությունը, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է, սա եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ քո ծրագրերը պետք է իրականանան, չէ՞ որ մեզ ձայները մարդիկ տալիս են մեր ծրագրերի համար, ոչ թե սիրուն աչքերի համար։